Բաստուրմաչոներ ջան, այսօր մենք միասին կտրելու ենք մեր քսովի բաստուրման, որը որ պատրաստել ենք միասին։ Հիմա վերցնենք մեր բաստուրման քսովի։ Մենք չորացրել ենք մոտարապես 4 օր։ 4 օրում ինքը շատ լավ ասենց ձգվել է։ Չամանը քսել ենք շատ բարակ, թույլ չամանով, եթե մենք քսենք պինդ չամանով, ավելի մի քիչ հաստ կստացվեր չամանը, բայց բարակով ենք քսել, որ ինքը համ լավ չորանա, համ էլ շատ պետք չի քսել։ Մենք պահեցինք 5 օր չամանի մեջ, հետո ավելացրեցինք ալյուրը, որը որ տեսանյութում կա։ Այդ տեխնոլոգիայով որ սարքում ենք, ամեն ինչ ճիշտ է լինում։ Հիմա մենք կտրենք մեր պատրաստած բաստուրման մեջտեղից։ Այսպես մեջը շատ սիրուն է։ Մյուս կտորը։ Քսովի բաստուրմա պատրաստելու կարևոր հատկանիշներից մեկը այն է, ընկերներ ջան, որ մենք պահել ենք չամանի մեջ։ Ոնց որ այն անգամ ես փորձեցի, նույնը նայեք, այս կտորն է, ինքը շատ լավ, մենք սկզբից process-ը արել ենք, աղի մեջ ենք պահել, պրես ենք դրել, չորացրել ենք ու եկել ենք այդ պահպանումով վերջի ֆինիշին ենք ասել, տենց ասեմ։ Հիմա նույն բանը ստեղ ենք անում, նայեք։ Միսը ինքը ամենակարևորը, ոնց որ նախորդ տեսանյութում ես ասեցի, ինքը միսը պոկվում է իրարից, նույն մեր ատամներն են։ Չամանը ինքը շատ բարակ է, չամանը ընդհանրապես իր վրա կարելի է ընդհանրապես չքսել, որովհետև երբ որ մենք պահում ենք չամանի մեջ, այդ բոլոր համեմունքները, այդ առամատը լրիվ քաշում է միսի իր վրա։ Հիմա էլի նույն բանը անում ենք։ Մեր մոտ ստացվել է հենց այդ լավ process-ը։ Բաստուրման ստացվել է շատ լավ։ Ոնց որ նախորդ տեսանյութում ասեցի, մեջն էլ է լավը, քսածն էլ է լավը։ Ցույց կտանք հետո մնացած բաստուրմաների վերջը։